Այս շարունակությունն եմ իմ պապերի եւ սկիզբը իմ ժառանգների։ Իմ լավագույն հաղթանակը իմ վրա, երբ որ ես ինքս ինձ եմ հաղթում։ Երբ որ ես ինձ ստիպում եմ մի քիչ պարկ եմ անկողնում, մի քիչ դիվանին նստեմ, իմ լավագույն քայլը երևակայի ընտանիք ստեղծելն է։ Ինչքան էլ իմ ազգը իմ ընտանիքն է, բայց կան փոքրիկ բջիջներ, որից բաղկացած ազգը պետք է արժանի լինել այն ապագային, որի մասին երազում ես։ Հայրենիքը սկսվում է ներսից մարդու։ Մի հատ լավ երգ կար, ռուսական, կրթությունը ռուսական է, բայց բացի դրանից Սովետ միության մեջ ենք ապրել կամ ռուսական կայսրության կազմում, с чего начинается родина։ Այդ երգի մեջ կար, որ հայրենիքը սկսում է հայաթում եղած աթոռից, չափառիկ այն կողմ գտնված փոքրիկ ծառից եւ այլն։ Այդ ամեն ինչը հայրենիքը, այդ ամեն ինչը պահպանել է, պետք բարելավել, խոզություն չանել, չախտոտել։ Ես դա ասում եմ ու հաճախ ինքս էլ եմ մեկ խոզություն անում։ Ես չի որ ես ինչ ասում եմ, այդ ամեն ինչը իմ մոտ անթերի է թվում։ Հայկական կերպար, որ ինձ ոգևորում է, Անդրանիկ Օզանյանի ֆիդեական ժամանակաշրջանն է, ռուսական կայսրությունում կամ Սովետ միությունում Գրիգորի Կատովսկին ավազակ որ գրպան չուներ, որ ավազակություն էր անում իրոքոտ ժողովրդի, մեր ջոկատում մի տղա էր եղել, որը սեփական գրպան չուներ, 9 ամիս է եղել մեր ջոկատում, բոլորդ իրան ճանաչում եք որպես ազգային հերոս, Մոնթե Մելքոնյան, ինքը իմ համար շատ դրական կերպար է, մարդ որ չուներ սեփական գրպան, դա շատ կարևոր է, սեփական գրպան չունենալ կամ չշփոթել ազգային գրպանը սեփական գրպանի հետ։ Սկզբից պետք է հաղթես ինքդ քեզ, քո մեջ եղած պայմանական սատանային, քո ապագան մթացնողին եւ դժվարացնողին, որ ցանկացածից մեջ նստած է։ Մի քիչ առաջ ես դա ձևակերպում էի որպես ցոլություն, բայց դրա մեջ մենակ ցոլությունը չի։ Նաեւ վախերն են, ասացի ոնց կարելի է այդ վախերը հաղթահարել։ Սկզբից պիտի ջիհադ անես ինքդ քո մեջ նստած այն փոքրիկ մարդուկի հետ, որին դու չես հարգում, չես սիրում, բայց հաճախ իրեն պարտվում ես։